Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, արևելյան հարևանության եւ Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը։ Բարձր գնահատելով Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունը, նախարար Սարգսյանը ընդգծել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող գործուն քայլերն ու շոշափելի արդյունքները։ Նա կարևորել է, որ շուտով Հայաստանի կառավարությանը կհանձնվի գործողությունների ծրագիրը, ինչն էական խթան կհանդիսանա գործընթացներում։ Արփինե Սարգսյանը նշել է նաև Հայաստանում բիոմետրիկ համակարգի ներդրումը, որի արդյունքում 2026 թվականից քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Նախարարը ընդգծել է, որ միգրացիոն ռազմավարության մշակման աշխատանքները շարունակվում են եւ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի կոնցեպտը։ Ակտիվ փուլում են նաև խտրականության արգելման դեմ օրենսդրության մշակման ուղղությամբ աշխատանքները։ Բացի այդ, նշվել է, որ առաջիկայում Հայաստանում առաջին անգամ ընդունվելու է հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարություն եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւս ակտիվ փուլում են։ Էդրիեն Կիրալին իր խոսքում կարևորել է երկկողմ արդյունավետ գործընկերությունը եւ այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Եվրոպական միության գործընկերները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Նրանք բարձր են գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։ Համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը, որի թեկնածությունը շուտով կներկայացվի։ Քննարկվել է նաև սահմանների կառավարման, ոստիկանության ոլորտում համագործակցության ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր։